Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին նախարար, օրեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են պետական համալսարանի, մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը, ինչպես նաև հայտարարության մեջ նշվում էր մի շարք այլ աշխատակիցներ, ովքեր մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերի վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Առաջին տպավորությունը, որ ստանում եմ, ես ստացել եմ հայտարարությունը կարդալով, տպավորություն է, որ խոսում ենք մեկ այլ գերատեսչության կամ կազմակերպության մասին, բայց ոչ երբեք պետական ուսումնական հաստատության, բայց շտապ եմ պիտի նշել, որ ոչ թե բնավ չարդարացնելով կամ լեգիտիմացնելով, որ այլ հաստատությունում կոռուպցիոն դրսևորումները նորմալ են, այլ այն պատկերը, որ արտացոլվում էր այդ հայտարարության մեջ, տպավորություն էր, որ բնավ չենք խոսում կրթական հաստատության մասին, հաշվի առնելով նաև հարցի զգայունությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դուք մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եք, խնդրում եմ հանրությանը և մեզ տեղեկատվություն հանձնեք հնարավորության սահմաններում և թույլատրելի սահմաններում, արդյոք այս կապակցությամբ խորհրդում, հոգաբարձուների խորհրդում քննարկումներ տեղի ունեցել են, թե ոչ, և եթե կա այլ տեղեկատվություն, որով նպատակահարմար կգտնեք կիսվել մեզ հետ, հաշվի առնելով, որ նաև իրավական պրոցեսներ են այս պահին տեղի ունենում, խնդրում եմ ներկայացնել մեզ։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն տիկին Ազարյան, ես պետք է իհարկե անկեղծորեն ասեմ, որ սա ինձ համար շատ ցավոտ հարց է և առաջին հերթին կուզեմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, ինձ համար անբնական իրավիճակ է և ընկալելի չի, որ մենք խոսում ենք, գործում ենք, մեր քայլերը պլանավորում ենք ինչ-որ մի տրամաբանության մեջ և այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք որ նկարագրված էին տարածված հաղորդագրության մեջ։ Մենք պաշտոնապես էլ ստացել ենք այդ տեղեկատվությունը, այն չափով, ինչ չափով, որ դա հնարավոր է դարձնում նախաքննության ընթացքը, իհարկե տվյալ անձանց պաշտոնավարման կասեցման մասով նաև միջնորդություն է եղել, այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որով որ ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականon գործունեությունը տեղի ունենա, անկեղծ ասած շատ մտահոգիչ իրավիճակ է, ես փորձել եմ նաև իրավապահ մեր գործընկերներից հասկանալ, արդյոք օրինակ հոգաբարձուների խորհուրդը կարող էր որևէ մի ձևով տեղեկանալ այդ իրավիճակից, որովհետև բուհը հիմնադրամ է, պարտավոր է անցնել աուդիտ և կա աուդիտի եզրակացությունները, բուհը նաև ստուգումների գործընթաց է անցել մեր տարբեր ստուգող մարմինների կողմից, ինչպես պետական վերահսկողական ծառայությունն է, այլ ստուգող մարմիններն են և բնականաբար այդ հաշվետվությունների նաև տրամաբանությունն է այս ընթացքում դիտարկվել։ Ես ստացել եմ հավաստիացումներ, որ այն սխեման, որը գործել է առերևույթ, այսպես կոչված թղթերի մակարդակում հնարավորություն չի տալիս դա տեսնել, առնվազն առաջին արձագանքը, որ ունեցել եմ դա է, բայց ինձ համար իհարկե սա բավարար չի և մենք առաջիկայում շատ լրջորեն պետք է նաև դիտարկենք բուհի ամբողջ անձնակազմի
իմացության, տեղեկացվածության հետ կապված հարցերը ես չեմ կարծում, որ որևէ մեկը, ով որ առնվազն ինչ-որ ձևով ու ինչ-որ չափով կարող էր այս մասին տեղեկանալ, գլխի ընկնել եւ ժամանակին ու պատշաճ չի ահազանգել, առնվազն նրա հետագա աշխատանքը բուհում պետք է քննարկվի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ, քանի որ անդրադարձակ աուդիտի կտորին, ես ինքս պիտի երկրորդ հարցադրմամբ անդրադառնայի սրան, զուտ կցանկանամ ընդգծել, որ երբ համեմատականներ ենք տանում այն ինչ տեղի է ունեցել եւ այն ֆոնին, երբ կրթական ոլորտում այսքան բարեփոխումներ են տեղի ունենում ատեստավորման, բուն ատեստավորման ծրագիրը, որը կարող ենք ասել, որ հաջողություն է արձանագրել 20% եւ ավել շեմա ապահովել է, ինչպես նաև 300 դպրոցների ծրագրի այս ֆոնին, կարծում եմ սա պիտի սթափության եւ զգոնության ազդակ լինի ուսումնական հաստատությունների մեր ղեկավարների համար, որ նման բովանդակ եւ նման գործողությունները տեղ չունեն եւ չեն կարող տեղ ունենալ եւ ինչ որ մի կետում վստահաբար հետևանք է ունենալու, իրավական հետևանք է ունենալու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ազարյան, ես չեմ կարծում, որ որևէ իրավիճակում եւ որևէ պարագայում հանցագործությունը եւ կոռուպցիան որևէ ոչ միանշանակ ազդակ են ստացել կառավարությունից, կառավարության որևէ անդամից։ Եվ անկեղծ եմ ասում, ես չունեմ արդարացման որևէ փաստարկ տեղի ունեցածի համար։ Եվ հատկապես ես այս պահին այս արտահայտությունը անում եմ, ձեռքից տակ ունենալով պաշտոնական գրություն ուղղված մեր նախարարությանը, որից պարզ է, որ առնվազն ունենք խոստովանական ցուցմունք։ Եվ սա նշանակում է, որ պետք է շատ լուրջ վերանայենք այն բոլոր հարաբերություններն ու միջավայրը, որում այդ գործընթացը տեղի է ունեցել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։